աշխարհագրական ասոցիացիան ներկայացնում է։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության աջակցությամբ։ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարություն։ Ծրագրի պաշտոնական գործընկեր Հայկական բարեգործական ընդհանուր միություն։ Ծրագրի գլխավոր գործընկեր Vivassel MTS։ Իսկ դու գիտես սա ում արձանն է։ Սա հայազգի լավագույն տաղանդավոր դերասաններից մեկի Մեհեր Մկրտչյանի արձանն է։ Նա իսկապես հանջել է։ Իսկ նա գյումրեցի էր։ Իհարկե գյումրեցի էր։ Միայն արժանավոր մարդիկ կարող են դատել մեծ արժեքների մասին։ Vivassel MTS։ Դու կապ ունես։ Իսկ հիմնականում ծնունդից է սկսվում, ծնվում ես ու սկսվում է։ Ու այն որ ծնվում ես, այդ արդեն հետդ վերցրած տանում ես։ Ու կամաց այդ արկղը սկսում ես բացել, տեսնես մեջը ինչ սյուրպրիզներ է կյանքը քո համար պատրաստել, անակնկալներ հաճելի, ոչ այդքան հաճելի, ուրախ տխուր մի խոսքով ինքը ծնվում ես ու հետդ մի արկղել հետդ տանում ես ամբողջ կյանքում ու որ նոր ես բացում այդ արկղը, քեզ համար նախ պարզում ես, թե դու ինչ պետք է անես այս կյանքում, ինչ է քեզ սպասվում ու քո դերը ու ինչին պետք է ծառայես։ Այս դեպքում իմ ծառայությունը մատուցվում է երևի երաժշտությանը, տարբեր տեսակի, ոնց որ եւ պարզվեց, որտեվ սկզբից ընտրել էի դասական երաժշտությունը, կոմպոզիցիան, դպրոցում շատ լավ դասատուների մոտ սովորեցի, թե դաշնամուր, տարբեր դասատուների մոտ եմ սովորել։ Ժամանակին տենց մի ստերեոտիպ կար, որ մի դասատուի մոտ պետք է սովորես ու եթե գնում ես ուրիշի մոտ սովորելու, դու դավաճանում ես այդ մյուս ուսուցչին, բայց ոնց որ կյանքը ցույց է տալիս բոլոր ուսուցիչներից էլ տարբեր բաներ կարող ես սովորել, ես այսօր իմ աշակերտներից եմ լիքը բան սովորում համել ու չգիտեմ հպարտեմ, որ իմ դասատուներից կոմպոզիցիայի ուսուցիչներից մեկը եղել է Էդգար Հովհաննիսյանը, առաջինը նախ եղել է Էդվարդ Բաղդասարյանը, լուսահոգի ու հետո մի պահ Էդգար Հովհաննիսյանը, հետո Էդվարդ Միրզոյանը եւ այլն, մեծերի մոտ ինչ որ մի կյանքի հատված ինձ բախտ է վիճակվել սովորել Տիգրան Մանսուրյանը, քանի Աստված իրան ու առողջություն տա մեր այսօրվա ամենակենդանի կոմպոզիտորն է, մի խոսքով տենց ասեմ, որ միշտ գործում է, էլի։ Շատերը ինչ որ մի տեղ են հասնում, կարող ինչ որ մի պաշտոն են գրավում ու դադարում են կոմպոզիտոր լինելուց կամ երաժիշտ լինելուց ընդհանրապես։ Դաշնամուրի հիանալի դասատուներ եմ ունեցել, դպրոցում դեռ Չայկովսկու երաժշտական դպրոցում, որտեղ հիմա ինքս եմ դաս տալիս, արդեն իմպրովիզացիայի դասարան ունեմ փոքրիկ, հույսով եմ, որ էլի կմեծանա։ Ու վերջերս իդեպ դաշնամուրի դասատուին հանդիպել եմ Շտուտգարտում, որտեղ որ մենք ուրեմն հանդիս էինք գալիս մեր Acoustic Colors քարյակով հայկական մշակութային օրերի շրջանակում Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներին, իդեմս հայր տիրատուրի, որին ես շատ սիրեցի ու շատ բարի ու բարյացակամ մթնոլորտի մեջ, շատ ուրախ, շատ հայեցի
Գիտեք, շատ դժվար ես հասկանում եմ ու տեսա նաև, թե ինչքան դժվար է հայ անունը, հայ տեսակը պահպանել Գերմանիայում։ Ու նաև տիրատորը ունի հիանալի գերմանացի ընկերներ, որոնք որ ուրեմն օգնում են այդ ամեն ինչը կազմակերպելու։ Ու մի հատ էլ լավ ընկեր ունենք, ֆանտաստիկ, Ernest Dries, ինքը շատ հայ մարդ է, բայց ազգությամբ անձնագրով հայ չի, բայց իր հոգով շատ հայ է, որովհետև նախ Հայաստանի համար է շատ բաներ արել ու միշտ տարիներ շարունակ։ Երկրորդը շատ լավ գիտի թե հայ երաժշտությունը, թե հայ մշակույթը, թե հայ տեսակը ու մի խոսքով ինքը շատ հայ է։ Ու ինքն էլ իր մասնակցության բաժինը ունի այս ամեն ինչի մեջ ու միշտ ունեցել է, միշտ բոլոր տարիների ընթացքում միշտ ինքը մասնակցել է հայ մշակույթի զարգացմանը Գերմանիայում։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության աջակցությամբ։ Ծրագրի պաշտոնական գործընկեր Հայկական բարեգործական ընդհանուր միություն։ Ծրագրի գլխավոր գործընկեր Vivacell MTS։ Մանուկ հասակում մենք խաղում ենք։ Եվ խաղը շարունակվում է, երբ պատանի ենք։ Կյանքը խաղ չէ։ Հետևեք ճանապարհային երթևեկության կանոններին։ Vivacell MTS, դու կապ ունես։ Դպրոցական տարիներից հետո սկսվեց իմ կոնսերվատորիայի տարիները, որը հապավումներով էր, ստոպերով էր կոնկրետ, որովհետև 2 տարի սովորելուց հետո սկսվեցին իմ շրջագայության, բուռն շրջագայության էտապները, որից վերադառնում էի, պարզվում էր, որ դուրս եմ մնացել կոնսերվատորիայից, նորից 3-րդ կուրս էի ընդունվում, ես մոտ մի 3 անգամ 3-րդ կուրս ընդունվել եմ։ Մարդիկ կային, որոնք իմ հետ դպրոցում սովորում էին, բայց ինձնից մի քանի տարի փոքր էին, հետո եկան հասան նույն կուրսին, հետո սկսեցին դաստալ, բայց ես հələ չէի ավարտել այդ։ Ամենամեծ կյանքի կոնսերվատորիան, ամենամեծ կոնսերվատորիան, էլի կյանքը։ Համերգները, ակումբները, նվագները, շփումները, այդտեղից ես լիքը բան սովորում։ Կոնսերվատորիայում սովորում ես ինչ չի կարելի։ Այս չի կարելի, օրինակ, սենց զուգահեռ կվինտաներով իրար հետ, չգիտեմ, հարմոնիկ ինչ-որ շրջվածքներ նվագելը չի կարելի։ Ես կոնսերվատորիայից դուրս ես գալու, բայց պարզվում ամեն չի կարելի։ Կարևորը երաժշտությունը լինի, ու երաժշտությունը մարդու հոգուն կպնի ինչ-որ ձևով։ Մենակ գրպանին չէ, էլի հոգուն էլ հետը, ուղեղին էլ այդքան չէ, ավելի երաժշտությունը ստեղի համար է։ Տարբեր փառատոներ, հիմնականում դրսում, հետո ինչ-որ մի ժամանակահատված եղավ, որ հորս հետ մեկնեցինք Սիրիա ու Լիբանան։ Ցավում եմ, որ Սիրիան հիմա այս վիճակում է, շատ եմ ցավում, շատ լավ
կյանքի 3 տարիս կյանքից անցել է այդտեղ։ Մյուս 3 տարին Բեյրութում է անցել։ Հետո գնալով մի 5 տարի նահանգներում է անցել։ Տարբեր փառատոններ, ես վերջերս շատ եմ ռուսաստանյան, մոսկովյան ավելի շուտ երաժիշտների հետ աշխատում։ Այդ իսկական ամենամեծ դպրոցն է, որ տարբեր երաժիշտների հետ, տարբեր սիտուացիաներում, տարբեր համերգասրահներում, տարբեր ռեպերտուարով նվագում ես, այդտեղ ես լիքը բան ես սովորում։ Նյու Յորքի իմ ընկերներն են հաճախ ստեղ գալիս, շատ բազմաթիվ նախագծեր արեցինք ստեղ միասին, որոնցից մեկը ամենամեծը երևի ամենակարևորը Նյու Յորք Երևան ջազ քարյակը երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ մեծ համերգ ունեցանք։ Դրանից հետո արեցինք սիմֆոնիկ նվագախումբը, երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը եւ Հայաստանի պետական ջազ նվագախումբը, տենց մի հատ Christmas մեծ համերգ արեցինք։ Վերջերս հիանալի համերգ ստացվեց Տիգրան Համասյանը, Արմեն Բաբախանյանը եւ ես համերգից առաջ դեռ չենք որոշել ինչ ենք նվագելու։ Այդտենց էքստրիմների մեջով ապրելով ավելի շատ բան ես սովորում։ Անապատի վրա մեծ սուպերմարկետ, մեծ շոփինգ մոլ, որը ժամանակ առ ժամանակ ջազ ֆեստիվալներ է անում։ Նախ մի տարի եղավ, երբ որ Հայաստանի դեսպանը Դուբայում Վահագն Մելիքյանն էր, ու որը մեզ շատ է սիրում ու ջազն էլ է շատ սիրում, երաժշտությունն էլ է շատ սիրում։ Մի տարի եղավ, որ Վահագնը իր ուժերով, իր ընկերների, իր ծանոթների ուժերով Դուբայի ջազ ֆեստիվալի շրջանակներում կազմակերպեց մի ամբողջ շաբաթ հայկական ջազի։ Մի շաբաթ հայկական ջազ էր։ Այսինքն Հայաստանից գնացել էր մոտ 5 թե 6 խումբ, այտենց։ Իր Մալխաս ջազ բենդով, իր ուրեմն Երվանդ Մարգարյան կվարծետ, Վահագն Հայրապետյան կատուներ, Time Report եւ այլն։ Ու այդ մի օթանավ մարդ էր գնացել մի խոսքով։ Տագը շատ մեծ գործեր անում այդ առումով, թե երաժշտության, թե մշակութային առումով, մի խոսքով շատ մեծ աշխատանք էր տանում։ Մենք այնտեղ երկար ես ու Արմենը Հյուստնոց մի որոշ ժամանակ այնտեղ աշխատեցինք ու տեսանք, թե ոնց է մեր դեսպանատունը այնտեղ ինչ էր անում ու ոնց է ներկայացնում Հայաստանը։ Ու մի տարի էլ եղավ, որ ուրեմն ինձ հրավիրեցին առանձին արդեն Դուբայի երաժիշտների հետ նվագելու։ Ու կարծեմ Afif Brothers, տենց մի խմբակ կա, երկու եղբայր են թմբկահար եւ կոնտրաբասահար, ընդեղի ջազային մաֆիան է, այսպես ասած, իրանց, ու իրանք հրավիրեցին մի տարի այդ Դուբայի ջազ ֆեստիվալին մասնակցելու։ Այս պահին գտնվում ենք Դուբայում, Դուբայի ջազ ֆեստիվալ, ջազ փառատոն։ Ուրեմն իմ ձախ կողմը գտնվում է հրաշալի մի կոնտրաբասահար Էլի Afif, եւ աջ կողմը գտնվում է նրա եղբայրը հրաշալի թմբկահար Ռոնի Afif։ Ես ինքս Վահագն Հայրապետյանն եմ, շատ ուրախ եմ ձեզ ողջունել Դուբայից, ջազ փառատոնից, հենց նոր մեր ելույթը վերջացավ, հուսամ, որ ժողովուրդը գոհ էր ու ուրախ։
Ռուսաստանում տարբեր փառատոններ են կատարվում ու տարիներ առաջ ես ինձ համար բացահայտեցի երևի Մոսկվայում ամենալավ ջազ քլաբը, Էսե ջազ քլաբն է, որի տնօրենը հայ է։ Ու տարբեր համերգներ ենք այնտեղ անում, զիրք ենք ձայնագրել հենց այդ քլաբում, կոչվում է Live at Էսե, Վագն Հայրապետյան ջազ քվինտետ ռուսների հետ, ֆանտաստիկ երաժիշտներ կան Մոսկվայում, շատ պատրաստ ու շատ նվիրված երաժշտությանը։ Այս ամենի մեջ շատ մեծ դեր է տանում ու շատ մեծ նպաստում այս ամենի զարգացմանը իմ ընտանիքը։ Մեր ամբողջ ընտանիքը նկարչության, երաժշտության մեջ է եղել միշտ։ Քույրս Արևիկ Պետրոսյան, հիանալի նկարչուհի, այսօր արդեն իր խոսքը ասած եւ ասող աշխարհին, եղբայրս քանդակագործ Արեգ Պետրոսյան, որ այսօր դասավանդում է ու բոլորը շատ են սիրում իրեն։ Հրաշալի մանկություն եմ ունեցել, լի հրաշք մարդկանցով, որ հիմա նոր եմ հասկանում եւ գնահատում այդ օրերը։ Հայրս եղել է քանդակագործ, շատ հետաքրքիր անձնավորություն իր տեսակով, ուրախ մարդ, կատակասեր, ընկերասեր եւ մեր տունը լցված էր, միշտ լցված էր, կարելի ասել արվեստի բոմոնդով։ Մայրս ջութակահարուհի է եւ ես շրջապատնել ոչ պակաս հայտնի երաժիշտներ էին եւ մեր բնակարանը կարծես մի փոքրիկ վերնատուն լիներ եւ մենք փոքրիկ երեխաներ ակամայից լսում տեսնում եւ ներկա էինք այն իրադարձությունների, մարդկանց քննարկումների, որ հիմա ես կարոտում եմ։ Ես կարոտում եմ տեսնել Երևան քաղաքը այնպիսին, ինչպիսին իմ մանկության տարիներին էր։ Արվեստանոցը բաբայի, որ լցված էր շատ արվեստի գործերով, հետաքրքիր մտքերով, լավ գրքերով, լավ մարդկանցով եւ քանի որ հայրս շատ էր սիրում իր ձեռքով պատրաստել համով ձկներ, որսի էր գնում, ձկնորսություն էր սիրում, բնություն էր սիրում, միշտ մտածում էի թե այսօր ինչ է պատրաստելու։ Գալիս էր տուն, ասում էր Ալիս, խոհանոցը ազատի։ Այսինքն մենք գիտեինք, որ գալու են ընկերներ, մենք գիտեինք, որ հետաքրքիր պատմություններ ենք լսելու վերջի որսորդությունից կամ տարբեր իր հետաքրքիր ճամփորդություններից կամ պատվերներից, ինչևէ կյանքս լի էր արվեստով, ուրախությամբ, ես ապրում եմ երաժշտության մեջ։ Եղբայրս Վահագն Հայրապետյանը շատ հայտնի կոմպոզիտոր երաժիշտ, չեմ կարող մոռանալ մանկության կատակները անշուշտ, դրա մեջ կար ոչ միայն մանկություն, կար նաև մեծ էր հանդեպ երաժշտության, հանդեպ նկարչության, հանդեպ ստեղծագործ կյանքի, ավելի շուտ այսպես կարող եմ ասել։ Մի խոսքով շնորհակալ եմ ես իմ բախտից երևի, այդ բախտել կա տենց fortune, կամ ունենաս այդ բախտը ու ծնվես տենց ընտանիքում, այդ ամեն ինչի մեղավոր իհարկե իմ մայրն է, Ալիսը в стране чудес, տենց եմ ես իրան ասում, որովհետև իր շուրջը ինքը հավաքել է իր հրաշքներին։ Հա տենց, ու շնորհակալություն կյանքից։